Այսպիսով, հունիսի 7-ն արդեն անցյալում է, եւ ժամանակն է մանրամասն պատմելու, թե ինչ է սպասվում Տաշիր Սամո անունով կալուգացի օլիգարխին եւ ովքեր են այն մարդիկ, որոնք քվեարկել են նրա օգտին։ Հունիսի 7-ին նրա դաշինքի օգտին քվեարկել է 332,000 մարդ, եւ այժմ կարևոր է կետ առ կետ կարդալ իմ այս նյութը, ճշմարտությունն իմանալու համար։ 332,000 ձայնը չի նշանակում 332,000 կողմնակից կամ Տաշիր Սամոյին սիրող քաղաքացի։ Այդ ձայների մի մասը Ռուսաստանի հայերինն է, որոնց համար Տաշիր Սամոն որևէ նշանակություն չունի։ Նրանք եկել են 2 օրով, կատարել իրենց առաջադրանքը եւ վերադարձել։ Նրանց չի հետաքրքրում նրա կոչերը, հանրահավաքները կամ խոսակցությունները։ Նրանք երբեք չեն գա Հայաստան Տաշիր Սամոյին աջակցելու համար։ Տաշիր Սամոյի ձայների մի մասը, ոչ մեծ մասը, պատկանում է Թբիլիսիի եւ Ախալքալաքի հայերին, որոնք քահանաների եւ ԱԴՑ-ի գործակալների հրահանգով ընտրության օրը եկել էին նրա օգտին քվեարկելու։ Նրանց համար եւս Տաշիր Սամոն կարևոր չէ, եւ նրանք երբեք չեն գա նրա հանրահավաքներին մասնակցելու։ Նրանց համար միևնույն է, թե ինչ կլինի նրա հետ ապագայում։ Տաշիր Սամոյի ձայների մի մասը բժիշկներին եւ ուսուցիչներինն է, իսկ այդ մարդիկ երբեք հրապարակային չեն երևում եւ ամեն ինչ անում են գաղտնի։ Նրանք երբեք չեն գնա պայքարելու անգրագետ օլիգարխի համար։ Տաշիր Սամոյի օգտին քվեարկածների մի մասը դա արել է ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են նրան տեսնել ղեկավարի պաշտոնում, այլ պարզապես Փաշինյանին հակառակվելու համար։ Այդպիսի ձայները կարելի է համարել մեռած ձայներ։ Տաշիր Սամոյի օգտին տրված ձայների մի մասը պատկանում է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք գումար են վերցրել եւ իրենց ձայնը տվել նրան։ Նրանց չի հետաքրքրում նրա ծրագրերը կամ ելույթները։ Նրանք երբեք չեն մասնակցի նրա համար որևէ բողոքի ակցիայի կամ հանրահավաքի։ Ղալաբաղցիների մոտ 30-40%-ը Տաշիրի օգտին քվեարկել է ոչ թե նրան սիրելու պատճառով, այլ որովհետև ատում են Փաշինյանին եւ ցանկանում են նրան հեռացնել իշխանությունից։ Այդ մարդիկ իրենց չեն զոհաբերի Տաշիր Սամո անունով ավազակի համար։ Օլիգարխի 332,000 ձայներից իրական աջակիցների թիվը մոտ 55-70,000 է, որոնց թվում են Տաշիր համայնքի բնակիչները, Կալուգայի հայերը, նրա շրջապատն ու մերձավորները, նրա բիզնես կառույցներում աշխատողները եւ Հայաստանի այն քաղաքացիները, որոնց դուր է գալիս Քյավթու, Ռաբիս, Անգրագետ եւ Փորոդ հարուստի կերպարը։ Ահա եւ ամբողջը։ Սամվել Կարապետյանն այլևս երբեք չի վերադառնա Ռուսաստան։ Տաշիր Սամոն Ռուսաստանում իր ունեցվածքից նույնիսկ մեկ ասև չի ստանա։ Հիշեք, պատերազմի ընթացքում Պուտինը հավաքեց ռուս օլիգարխներին եւ խնդրեց աջակցել պատերազմող երկրին։ Ռուս մեծահարուստները տրամադրեցին $100 միլիարդ։ Հավատացեք, Տաշիր Սամոյից ոչինչ չեն խնդրել, պարզապես վերցրել ու խլել են, ինչպես դա եղավ Ռուբենի եւ Ռոբսոնի դեպքում։ Տաշիր Սամոն Սբերբանկից վարկեր էր վերցնում եւ առևտրի կենտրոններ կառուցում։ Երբ սկսվեց պատերազմը, մարդիկ դադարեցին այցելել առևտրի կենտրոններ։ Դրանք ոչ ոք չէր գնում, իսկ վարկային պարտավորությունները շարունակ աճում էին։ Սա օլիգարխի ֆինանսական ճգնաժամի միայն մեկ օրինակն է։ Ինչու Սամվել Կարապետյանը չի պատմում, թե ինչ է տեղի ունեցել իր բիզնեսների հետ Ռուսաստանում, որովհետև այնտեղ իրավիճակը շատ ծանր է։ Տաշիր Սամոն որպես քաղաքական գործիչ Փաշինյանի մրցակիցը չէ։ Այսօր Փաշինյանը քաղաքական դաշտում գործնականում մրցակից չունի։ Տաշիրը Ռուսաստանի կողմից թակարդի մեջ գցված գործիք է, ուղղված Հայաստանի դեմ եւ ոչ ավելին։ Տաշիրի կարողությունը Հայաստանում ամբողջությամբ կվերածվի եւ կվերադարձվի ժողովրդին։ Այս մորթը կդառնա աղքատ։ Ըստ էության, Տաշիր Սամոն դարձել է Ռուսաստանում իր իսկ խարդախ սխեմաների պատանդն ու ստվերը։ Ռուսաստանի ԱԴՑ-ն նրան սպառնում է տարբեր պատմություններով եւ գործերով, որոնք պատրաստ է բարթել նրա վրա։ Եվ այդ պատճառով Տաշիր Սամոն դարձել է Ռուսաստանի ստրուկը։ Նրան ապագայում սարսափելի ավարտ է սպասվում, ինչպես նաեւ Քոչարյանին։ Այս ամենը պետք է իմանալ եւ հասկանալ պատկերացնելու համար, թե որքան խորն է այս մարդու անկումը։